Շարունակում ենք մեր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, Գարունը բոլորը ստեղծագործում են, ակտիվ է մշակութային կյանքը ու շատ հաճելի է, որ այդ ակտիվությունը մենք տեսնում ենք ոչ միայն պետական թատրոններում, այլև այն թատրոններում, ովքեր շարունակում են իրենց գործունեությունը ինքնաֆինանսավորմամբ եւ մի գաղափարի շուրջ հավաքելով տաղանդավոր ու հրաշալի դերասանների, ռեժիսորների։ Հատկապես որ Գարունը բացօթյա ներկայացումներն են արդեն ակտիվացել, չմոռանանք, որովհետեւ այո, հիմա խոսելու ենք մի թատրոնից, տարածաշրջանում գտնվող մի թատրոնից, որտեղ Գարունը բացվելուն պես այո ներկայացումները լինում են բացօթյա։ Էյվի թատրոն ստուդիայի մասին է խոսքը, որի բեմում արդեն տևական ժամանակ է, Օսկարը եւ Վարդագույն տիկինը ներկայացումն է։ Այսօր խոսելու ենք իհարկե ներկայացման մասին, մեր հյուրերը արդեն տաղավարում են, ռեժիսոր դերասանուհի Անի Բայաթյանը, Օսկարի դերակատար Դավիթ Խաչատրյանը եւ դերասան Անդրանիկ Հակոբյանը, բարի լույս, բարի գալուս մեր տաղավար։ Բարի լույս, սիրելի ընկերներ, ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել, ավելի հստակ սիրելի հեռուստադիտողներ, Օսկարը եւ Վարդագույն տիկինը ըստ Էրիկ Էմանուել Շմիդտի պատմություն, ընկերության, հավատքի, սիրո եւ բարության մասին։ Պրեմիերան եղել է փետրվարին, ներկայացվել է նաեւ մարտի 23-ին եւ գնանք ու կվայելենք նաեւ այսօր։ Եթե հասցնեն եւ եթե տոմս կա դեռ։ Չկա, իրախություն չի։ Հենց այդ պատասխանը պետք է լսեին։ Թեև այո, փետրվարին արդեն եղել է, բայց եթե շարունակական է, եղել է արդեն մարտին, նաև այսօր նշանակում է հանդիսատեսը գոհ է եւ պահանջարկը կա։ Ձյան, հիմա թերևս կարևորի մասին։ Ես ուզում եմ շնորհավորել Անիին Բայաթյան, մի ամսյակի կապակցությամբ։ Մոռացել էինք, որ դեռ մի տարվա եւ գարնան ամենագեղեցիկ տոնը դեռ իր ընթացքի մեջ է, այնպես որ քեզ ժպիտ անսպառ երևակայություն ու լավ դերեր, աշխատանքներ, ներկայացումներ։ Մանապես ես եմ շնորհակալ եմ շատ։ Հադարտ ջեր վերաբերմունքներ։ Խոսենք արդեն ներկայացումից, այո, շատ բարի, սիրառատ, մի փոքր տխուր, իհարկե, բայց այն սիրո եւ ընկերության ուժի մասին, որը փրկում է։ Եկեք հասկանանք Անիի հետ ինչու վերցվեց այս գործը եւ արդեն շարունակաբար կանդրադառնանք դերակատարներին։ Մի քիչ երկար պատմություն ունի այս գործը ինչու վերցրեցինք, այս գործը շատ ավելի վաղուց էինք վերցրել, երբ որ Դավիթը եւ իմ աղջիկը միասին սովորում էին տարածաշրջանային թիվ 1 քոլեջում եւ նրանց Դավիթը շատ էր ուզում բեմադրություն անել, դիմեցին իմ օգնությանը, ես միացա իրանց, գործը ինքն էր վերցրել, ես էլ ասում եմ ինչի հենց դա, ինչի երեխեք, մի խոսքով ասեցի լավ, ձեր ցանկությամբ, ձեր սրտով թող լինի, աշխատեցինք եւ այդ գործը դարձավ իրենց դիպլոմային աշխատանք, ճիշտ է։ Իսկ Դավիթը ի սկզբանե պիեսը կարդացել, թե դիտել էր մեկ այլ ներկայացում, որը նաեւ քաղաքամար Երևանի բեմարտակներից մեկում։ Ես որքան Ի սկզբանե կարդացել եմ ուղղակի հենց պատմվածքը եւ ըստ դրա արդեն պիեսավորել եմ ամբողջ պատմվածքը եւ արդեն դարձրել այն բեմական։ Հետաքրքիր է։ Կերպարի հետ մոտ եք, շատ հեռու չէ, չէ՞։ Դեռահաս չէ կերպարը։ Հա։ Կերպարը 10 տարեկան է, ես իրականում 20 տարեկան եմ։ Բայց այսպես արտակնապես, այո, կամ գուցե չգիտեմ, մի փոքր բնավորությամբ, կերտվածքով, այսպես նման է եւ դրա համար։ Անդրանիկ ինչ իրական պատմության մասին է։ Դավիթ քիչ ես պատմում իրական պատմություն, որ Դե իրականում բժշկական հետազոտությունների էի գնացել, որի արդյունքում սխալ եզրակացություն էր եղել ու դեռ եզրակացությունը չտրված ես մտածում եմ, որ ես քաղցկեղ ունեմ եւ այդ մտքերով տարված անընդհատ մեկուսացել էի աշխարհից, ոչ ոքի չէի խոսում եւ այդ ընթացքում որ համացանցում փնտրում եմ քաղցկեղի վերաբերյալ նյութ, այնտեղ տեսնում եմ այս պատմվածքը, սկզբի տողերը դուրս գալիս է, վերցնում եմ դա, կարդում եմ եւ հասկանում եմ, որ եթե կհասցնեմ, նաեւ կբերնադրենք այս աշխատանքը։ Առավոտ ամեն դեպքում հաճելի է, որ նման թեմայի շուրջ խոսում ենք այսպես ժպիտով, վստահ եմ, որ ամեն ինչ անցել է, չէ՞։ Այո, Բայց նույնիսկ այդ դեպքում իսկապես արվեստը եկել է օգնության, մտածել է նույնիսկ եթե այդպիսի հիվանդություն կա ինձ մոտ, ես կարող եմ հասցնել ինչ-որ բան անել։ Ու հասցրեց։ Բայց իհարկե հասցրեցինք, այո, հերկվեց այդ ամենը։ Շնորհակալություն։ Անի, որ շարունակեմ պատմությունը եւ վերջացնեմ հարցի պատասխանը, ինչքանով որ պատմությունը այդպեսին էր, բայց նայենք որպես գործ, աշխատանք, դա արվեց իրենց քոլեջում, որից հետո արդեն Էյվի թատրոնից ստացա հրավեր, որ բեմադրենք այդ ներկայացումը եւ այս անգամ արդեն Էյվի թատրոնում այս գործը ամբողջությամբ 0-ից պիեսավորեցի ես ինքս, Իսինիրովկա արեցի, այս
ինչպես ասեմ, եւ լրիվ այլ տարբերակով մենք տեսանք Էվի բեմում ու Դավիթ ջան այդ ժամանակ քո վարդագույն տիկինը հենց երևի թե համացանցի այդ գիրքն էր, որ սենց վարդագույն ձևով փայլեց ու դու հասկացար, որ կյանքը շարունակվում է եւ նույնիսկ եթե մի փոքր ժամանակ ունես 12 օր դու կարող ես այդ օրերին ապրել այն կյանքը, որը որ հնարավոր է ապրել այնպես, ինչպես որ կստացվի ամենալավ ձևով։ Իրականում մենք բոլորս այստեղ Օսկարից սովորելու բան ունենք, որ Օսկարը իր վերջին 12 օրը ապրում է այնպես, ոնց որ մարդ կապրեր իր 120 տարին ու ամեն ժամը, ամեն վայրկյանը գնահատելով ինձ թվում է, որ մենք բոլորս Օսկարից սովորելու բան ունենք։ Միջալուց այդ միտքը իսկապես մեր եթերի շրջանակներում մենք շատ հաճախ ենք օգտագործում, որ այո, վայրկյանի կարևորությունը գնահատելը հատկապես այս ժամանակաշրջանում մեծ կարևորություններից մեկն է։ Անդրանիկ, ինչ կա այս ներկայացման մեջ, որ սրտովդ է, որ հոգուց է գալիս, որ շատ սիրել ես, ինչու եմ ես հարցը տալիս, որովհետև այս ժամանակակից մոտեցումների մեջ անդադար ռեժիսորները հատկապես միշտ ավելի շեշտադրում են ներկայացման ձևը, ռեժիսորական լուծումները եւ որևէ ֆորմայի մեջ չեն փորձում ստեղծել մարդկային պարզ փոխհարաբերություններ, բայց այս ամենի ֆոնին կարծես բեմում մի քիչ կորում է հենց մարդկային անկեղծ փոխհարաբերությունը։ Ինչ որ կերպ համադրություններ կան ձևի եւ բովանդակության, թե միայն մնացել է այն պարզությունն ու այն անկեղծությունը, որը վերաբերում է մարդուն ու շատ հաճախ հանդիսատեսը կարոտում է բեմում տեսնել պարզապես մարդկային փոխհարաբերություններ։ Դե այստեղ մեր քանի որ մեր բեմը Եղվարդում ավելի կամերային բեմ է, ու հանդիսատեսը ավելի մոտ է նստած մեզ, մենք մաքսիմալ փորձել ենք այնպես անել, որ հարաբերությունները մարդկային լինի, ավելի ռեալ լինի ու ոչ մի պաթոս, ոչ մի շինծու ձևական բաներ։ Նախ շնորհակալ եմ Անիին, որ կաստինգ անցկացրեց։ Բայց դեռ չես անցել, մենք նոր ենք անցել, չէ, դու չես անցել։ Չէ, վերջին չեմ անցել կաստինգը հայից տենց է։ Իսկապես կաստինգ արվել է։ Ում եք մարմնավորում, Անդրանիկ։ Ես մարմնավորում եմ բժիշկ Դուսելդորֆին, ով կլինիկայի գլխավոր բժիշկն է, ով զբաղվում է երեխաներով, քաղցկեղ ունեցող երեխաներով։ Եվ ոչ միայն քաղցկեղ ունեցող, այստեղ ուղղակի շեշտադրվում է ավելի շատ քաղցկեղ ունեցող երեխաները ու իր վերաբերմունքը յուրահատուկ է Օսկարի նկատմամբ ու ավելի շատ փորձում է Օսկարին օգնող հանգամանք լինել բժիշկը։ Ինչ է լինում հետո, թե էլ ինչեր է լինում, շատ բան չեմ կարող պատմել, թող հանդիսատեսը գա, նայի։ Անդրանիկ, մեր պիեսի ներկայացման բժիշկը բնավորության ինչպիսի գծեր ունի, ինչպիսի հատկանիշներով է օժտված, որ այսօր պակասում է մեր իրական բժիշկների մոտ։ Տեսեք, հիմնականում դե ոնց է լինում, բժիշկները հիմնականում ավելի սառն են, հատկապես երեխաների հետ աշխատող։ Հույզերին տեղիք չեն տալիս, քանի որ շատ են ունենում նման պացիենտներ, նման հիվանդներ։ Բնականon ընթացք է դա դառնում։ Բնականon ընթացք է, բայց մեր պարագայում չգիտեմ ինչ կա արդյոք տղայի եւ բժիշկի միջև ինչ է առաջանում, որ բժիշկը ավելի այլ կերպ է նայում տղային։ Զական կապ կա ուրեմն նրանց։ Բժիշկը դառնում է միջոց, որ վարդագույն տիկինը եւ Օսկարը իրար հետ շարունակեն իրենց ճանապարհը եւ իրենց գիծը։ Այստեղ եւս մեկ անգամ բացահայտվում է դերասանի մասնագիտության ֆենոմեններից մեկը, որովհետեւ եթե պարզապես մարդիկ որովհետեւ դժվար կացության մեջ են ու դժվար ու բարդ զգացողություններ են ունենում ու եթե դա հաղթահարվում է, նրանք ամեն կերպ փորձում են այդ ամենը ծալել ու դնել դարակի խորքային անկյունում, որպեսզի այլևս շիշեն, բայց արյունտես որ մեր երիտասարդ ստեղծագործող այս դեպքում Դավիթը Խաչատրյան թվացյան ունենալով նման զգացողություններ հանկարծ հանդիպում է մի ստեղծագործության, որի մեջ էլի ունենում է այդ նույն զգացողությունները եւ շատ համարձակ կերպով նա փորձում է դա բեմից արդեն ներկայացնել այդ զգացողությունները, այստեղ միանգամից հիշեցի մեր թատերագետներից մեկի խոսքը, որ նախկինում ապրված հույզերը լավագույն տարբերակն է, որ դու կարողանաս բեմում այդ պահին ցույց տալ։ Եթե որևէ հուզական աշխարհ այդ պահին համենայն դեպս քեզ ծանոթ է ու դու դա ունեցել ես անցյալում։ Վստահաբար օգնել են, այո, բացի քեզնից նաև կարևոր է երբեմն ես սիրում եմ դա ասել, գողանալ այլ մարդկանց հույզեր, որը դու չես ապրել, բայց տեսել ես, ֆիզիկական շարժումներ եւ այլն եւ պահես քո այդ
պահոցում օգտագործես դերասանության մասնագիտության մեջ, այդ շատ կարևոր է։ Մենք հասկացանք, որ կասինգ է եղել փաստորեն դերական։ Չէ, այդպես չի կարելի ասել, հա։ Դա հումոր է եւ միանշանակ ի սկզբանե ընտրվել է Անդրանիկը, քանի որ նրա երրորդ աշխատանքն էր Էվի թատրոնում ու ամեն առումով ինքը համապատասխանում էր այդ կերպարին, շատ իհարկե կցանկանայի, որ ավելի մեծ լիներ, բայց մենք ես Անդրանիկին ասեցի, դու այս տարիքում ես, որ ինչ որ կաս ու հենց այդպես էլ պետք է խաղաս։ Անի ինտրուդյությունը երկու հոգու առջև էր, ես կամ Լեոնարդո Դիկապրիոն, վերջը ինձ ընտրեց։ Դեպքում այլ մենք չենք էլ սպասում։ Դավիթ, ապագայում ամեն դեպքում ավելի կոնկրետ եւ հստակ որ ուղղվածության մեջ ես քեզ տեսնում, որպես դերասան թե ռեժիսոր։ Որպես դերասան, այս տարի պատրաստվում եմ ընդունվել Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտ եւ շարունակել դերասանական բաժինը։ Բայց ուրախ ենք, որ քեզ պատկերացնում ես այս արվեստում, այս մասնագիտության մեջ, բայց միևնույն է կարդում է մարդը եւ փորձում է իր համար լավ ու հարմար ու հաճելի դերեր գտնել եւ ռեժիսորների հետ համագործակցելով ունենալ արդեն ներկայացումներ կշիռ ունեցող դերերով, այդ շատ կարեւոր է եւ շատ ուրախ ենք այդ արդիվ։ Դավիթ, իսկ համաձայն է Օսկարի բոլոր քայլերի նրա մտածելակերպի հետ։ Եվ երբ ինքդ քո միջով անցկացրել ես այդ բոլոր հույզերը, երբ համեմատում ես, ինչպես ես կարծում, դու ինքդ արդեն իրական կյանքում եւ Օսկարը ինչպես կվարվեիք նման դեպքերում։ Ես կարծում եմ, որ պետք է Օսկարի նման վարվել, որովհետեւ Օսկարը ինքը շատ ուժեղ կամքի տեր անձնավորություն է, չի թողնում, որ անելանելիությունը հաղթի նրան, եւ կարծում եմ, որ նախկինում ունեցած իմ հույզերը սովորաբար շատ են անգամ խանգարում բեմում, որովհետև իմ հուզային ֆոնի վրա կերպարը ավելի շատ ուժվում է, բայց հիմա ի շնորհիվ Անի Բայացյանի արդեն կարողանում ենք դա պահել ուղիղ գծի վրա։ Գրականության մեջ շատ շրջանառվող թեմա ես Վերոնիկային հիշեցի, որոշում եմ մեռնել, եւ իսկապես էլի, երբ հասնում ենք եզրագծին, նոր սկսում ենք գնահատել, արժևորել մեր կյանքը, մեր շրջապատի մարդկանց, եւ իսկապես այս ներկայացումը ունի տարիքային շեմ, սահմանափակում, որովհետև դեռահասի մասին է, բայց գուցե տարիքային շեմը ավելի բարձր է, որպեսզի չխոցվեն, չհուզվեն երեխաները։ Ունի, մենք սահմանել ենք 12+, ու ես կարծում եմ դրանից ցածր երեխաները օրինակ եթե կարդան, իրանք չեն ընկալի կամ չեն հասկանա գուցե կամ իրանց հույզերը այլ կերպ կաշխատեն, դրա համար ավելի մեծ տարիք 12+, որովհետև այնտեղ կա դեռահասության թեմա, որի մասին խոսում է Օսկարը, իր այն աղջկա մասին, որ սիրահարված է ու ինչ է ապրում նրա հետ, նրանք Աստծուն գրում է, որ ես ուզում եմ ամուսնանալ, մենք Մամի Ռոզի հետ արդեն նախորդից էր Վարդագույն տիկնոջ հետ խոսում է եւ ասում է, որ Պեգին ասում է, որ համբուրվելուց կարող են երեխաներ ծնվել, բնականաբար այդտեղ երկխոսություն կա, որը չեմ ասի, որ գաննա են։ Ու դրա համար, այո, շատ կարեւոր է, որ 12+ դիտեն, կարդան նաև այդ գործը։ Այո, շատ զգուշությամբ մոտենալու եւ ստեղծագործությունների ներկայացում, որովհետեւ եւ տարիքն է շատ խոցելի վտանգավոր դեռահասությունը եւ իհարկե թեման։ Նաև կա շատ մի կարևոր փաստ, որ պետք չէ վախենալ ներկայացման թեմայից, որը քաղցկեղն է իր բուն թեման, այսինքն տղայի հիվանդությունն է դա, այլ հակառակը ես կարծում եմ պետք է վերաբերվել այնպես, որ սա նրա համար է, որ մարդուն ապրելու հույս է տալիս եւ իր փոքրիկ այդ կյանքը կարճ, որը շատ պատահական Վարդագույն տիկնոջ բերանից թռնում է եւ տղան իմանում է, որ ընդամենը 12 օր ունի ապրելու, դու պատկերացրեք 10 տարեկան երեխան լսի, որ ինքը 12 օր ընդամենը ժամանակ ունի ապրելու եւ այդ սխալը նա ուղղելու համար Վարդագույն տիկինը սկսում է իր պատմությունը հորինել նրա համար, որ ինքը արդեն ամիսներ շարունակ մեծանում է եւ մոտավորապես երևի քանի տարեկանում էր 110 տարեկան։ 110 տարեկան ըստ լեգենդի Օսկարը լքում է այս աշխարհը։ Այո։
Եթե կամաց գնանք ամփոփում, սիրելի Անի Բայացյան, հետաքրքիր մի հարց է առաջանում։ Մենք դերասաններս եւ ռեժիսորները մեզ ծանոթ հիմնականում որպես այդպեսին բաժանվում են երկու մասի, որովհետեւ ունենք ռեժիսորներ, ովքեր մինչեւ վերջին վարկյանը ապրումակցում են ամբողջ ներկայացման հետ, սկսած դերակատարումներ ստանալուց, բեմանկարչությունից, երգերաժշտություն, պլաստիկա, եթե կա շարժում բեմում եւ այլն, ու պրեմիերան հանձնելուց հետո նոր որոշակի ինչ-որ անդոր ու հանգստություն է իջնում այդ մարդկանց վրա, բայց ունենք ռեժիսորներ, ովքեր շատ հստակ դա պարզապես նայելով որպես ստեղծագործական աշխատանք, գալիս են կատարում են իրենց աշխատանքը եւ այլն։ Նույնը վերաբերում է նաեւ դերասաններին դերը ստանալու այդ ժամանակահատվածում։ Հեշտ տրվեց արդյոք այս ներկայացումը քեզ։ Ներկայացումը հեշտ չտրվեց, բայց այնպես չի, որ բարդ տրվեց, որովհետև բարդությունը նրանում էր միայն, որ ես եւ բեմադրում էի եւ խաղում էի գլխավոր հերոսում, ու ես գրել էի իմ post-ի մեջ, որ իմ երևակայական աչքերը թողել էի հանդիսատեսի շարքում ու նայում էի կողքից։ Հետո ես ունեի շատ լավ, տաղանդավոր, այո, գործընկերներ, Վիգենը Թադևոսյան, Անին Վարդանյան, նրանք բնականաբար հետևում էին, ես ասում էի նստեք, նայեք, այս մասը ոնց անենց, աղջիկս նույնպես Վիոլան Ղարիբյան, չմոռանանք դրան ասել, որտեվ 4-րդ դերակատարը նա է, Պեգի Բլու է խաղում, նա նրան կանգնացնում էի իմ տեղը, ասում էի կանգնի, Անին էլ էի կանգնացնում, ասում էի մի խոսքով կանգնեք, ես մի հատ պատկերը տեսնեմ, ինձ բավական էր 1-2 պատկեր տեսնել, արդեն ես կարողանում էի այդ ամենը հավաքել բեմի վրա։ Շատ բաներ ըստ տեխնիկայի փոխվում էր նաև այն, ինչ որ ես մտածել էի բեմի վրա, բեմ, այն էլ այդ փոքր կամերային թատրոնում, հանդիսատեսը շատ մոտիկ, մենք իմ կարևոր պայմանն է եղել նրանց, որ անպայման խաղան, այնպես, որ բոլորին, բոլոր հանդիսականին թվա թե որ նրանք հենց մեր մեջ են, այսինքն հենց մասնակիցն են այնքանով, ոչ թե ինտերակտիվ, այլ մենք սենյակում խաղում ենք մենք մեր համար։ Ես խնդրում եմ նրանց, որ իրանք մարմնով չկանգնեն հանդիսատեսին, եթե մենք ունենք կողքի տեսարան իրար հետ ենք խոսում, մենք խոսում ենք կողքի ու չենք մտածում, այսինքն ոչինչ չկա, մեջկով, այո, մեջկով տեսարաններ, որոնք խոսող մեջկով տեսարաններ, հասկանում եք ինձ հավանաբար։ Մի խոսքով այդ ամենը իմ կարևոր պայմանն էր, որ մենք հասկանանք, որ մենք ենք այդ սենյակում եւ ուրիշ ոչ ոք չկա, որ հանդիսատեսը արդեն մտներ այդ խաղի մեջ ու ես կարծում եմ, որ ստացվել է, մենք հետաքրքիր լուծումներ ունենք, ինչը էլի չեմ ասի, որովհետև այո, շատ հետաքրքիր լուծումներ, մենք հենց ներկայացման երևի թե 3-րդ կամ 4-րդ կամ 5-րդ րոպեից մի իրադարձություն է լինում, որը ոչ ոք հանդիսատեսից չի սպասում դա։ Էպես որ այն ինչ որ ամեն հիմա խոսել, դա ընդամենը 5%-ներ, այն մնացած 95%-ը հանդիսատեսը կգա եւ կնայի, չէ։ 5 րոպե հետո բարձ կլինի խոսքը չի մասին։ 5 րոպե հետո բարձ կլինի, որովհետեւ ես ուզում եմ անպայման շեշտել նաեւ Արտուրին եւ Նազիկին, որոնք եւս մեկ նրանք էլ են ունեցել անելու գործ այս ներկայացման մեջ երաժշտական մասը երևի։ Չեմ ասի, այդպես չեմ ասի, իմացեք, ոչ որպես դերասաններ։ Որպես դերասաններ։ Որպես դերասաններ ունեցել։ Մենք ֆիզիկապես բեմի վրա ենք, իսկ նրանք ոչ։ Նրանք հոգեպես։ Դա հոգեպես կան մասին, նաև հոգեցումների մասին խոսք կա, այո։ Պատկերավոր կան, այո, կան։ Նայել ու վայել։ Արդեն թույլ է տալիս, այո։ Այո, ես շատ եմ ուզում կոչ անել մեր Չի որ բացօթյա չի Օսկարը։ Այո, Օսկարը բացօթյա ես էլ սկզբից ասում եմ բացօթյա, Այդտեղ բացապես Էյվի թատրոն ստուդիան ունի, այո, նաև բացօթյա։ Դե ինձ այո, արդեն գալու է եւ բացօթյա։ Շուտով կբացվի նաև բացօթյա հատվածը, քանի որ եղանակները քանի գնում են, տաքանում են։ Հաջորդ ներկայացման մասին ինչ տեղեկություն ունեք, ամսաթիվը։ Մենք խաղում ենք վաղը, ժամը 19:00-ին Էյվի թատրոնում Եղվարդ քաղաքում, սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին եւ ես ուզում եմ անպայման ասել, որ Եղվարդ գալը դա դժվար չէ, որ պետք չէ հենց ինչ որ մարզ գալու համար մտածել, որ վայ, ոնց են գալու, ինչ ենք անելու, ներկայացում նայելու համար կամք է պետք եւ սան։ Եվ սան։ Այնպես որ չի խանգարի գալ եւ նայել ներկայացումը, մենք դրանից միայն ուրախ կլինենք։ Իսկ 30-ից հետո արդեն կան հստակորեն որ դեռ ոչ կպլանավորենք ապրիլ ամսին անպայման նորից կլինի ներկայացում։ Թող հետևեն Էյվի թատրոնի էջին, այնտեղ
ամբողջ խաղացանկը հրապարակվում է։ Ինֆորմացիան հստակ այնտեղ կարող եք դուք տեսնել, սիրելի հեռուստադիտողներ։ Ռեժիսոր դերասանուհի Անի Բայեցյանին ենք ասում շնորհակալություն, Օսկարի դերակատար Դավիթ Խաչատրյանին եւ դերասան Անդրանիկ Հակոբյանին նույնպես ասում ենք շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեզ մոտ լինելու, հարց ու պատասխան ունենալու, գնացեք օրվա դրական շարունակություն ձեզ սիրելի ընկերներ։ Մենք Վարև երկիրն ենք ու հանդիպում ենք րոպեներ անց, մնացեք մեզ հետ։